44-օրյա պատերազմում աղետի պատճառների շուրջ Հայաստանի երրորդ նախագահի ու գործող վարչապետի բացահայտումներն ու հայտարարությունները շարունակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, թե երրորդ օրից արդեն հասկացել էր, որ չենք հաղթելու այդ պատերազմում։ Երկրորդ նախագահը նշել է, պատերազմը սկսելուց հետո 2 շաբաթ եղել է Արցախում, ապա վերադարձել, քանի որ համոզվել է, որ գործող իշխանությունը խուսափում է իր խորհուրդներից ու հուշումներից, թեև 90-ականներին ինքն անցել է Ադրբեջանին ռազմի դաշտին դիմակայելու ճանապարհով։ Ասում է, պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից կոնկրետ առաջարկներ ուներ, բայց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը պարզապես կուտի։ Երկրորդ նախագահի խոսքով իր համար ամենաանհասկանալին այն էր, որ Փաշինյանը մերժեց հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որտեղ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6 հազար վիրավորներով։ Ոսա առաջնորդի քայլը